Եվրամիությունը կարող է հունիսի 20-ին քվեարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեկ այլ փաթեթի շուրջ, եթե Միացյալ Նահանգները համաձայնի համակարգել դիրքորոշումները այս հարցում, հաղորդում է Պոլիտիկոն հղում անելով բարձրաստիճան դիվանագետի։ Եթե ԱՄՆ-ն համաձայնի համակարգված մոտեցման, նոր պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն հունիսի 20-ին, ասվում է հայտարարության մեջ։ Եվրամիությունը հույս ունի համապատասխան ազդանշան ստանալ G7-ի հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա Կանադայում հունիսի 15-ից 17-ը։ Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Ռախմանինը Ուկրաինսկայա Վիստինա հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև հարաբերությունները կվատթարանան մոտ ապագայում եւ չի բացառել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կդադարեցնի Կիևին նախկին պետության ղեկավար Ջո Բայդենի օրոք տրամադրվող ռազմական օգնությունը։ Կվատանա արդյոք իրավիճակը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում տեսանելի ապագայում։ Կարծում եմ, այո, կարող ենք ասել, որ նոր օգնության փաթեթներ չեն լինի, եթե խոսքը ռազմական օգնության մասին է։ Հնարավոր է, որ Թրամփը կանգնեցնի Բայդենի փաթեթները եւ դրանք այս տարի չեն ավարտվի։ Դրանք նախատեսված են 25-ի, 26-ի եւ եթե չեմ սխալվում 27-ի համար։ Կա ռիսկ, որ նա սա էլ կկանգնեցնի։ Կա ռիսկ, որ նա մեզ կկտրի հետախուզությունից։ Չգիտեմ, բայց չեմ բացառում, ասել է Ռախմանինը։ Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը քննադատել էր Բայդենի վարչակազմի օրոք Ուկրաինային ռազմական օգնության հատկացումը, որը նրա խոսքով չէր հետապնդում հակամարտության դիվանագիտական կարգավորման նպատակը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին եւ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին ներողություն խնդրել իրենց պաշտոններում սարսափելի աշխատանքի համար Լոս Անջելեսում շարունակվող բողոքի ցույցերը համարելով իրենց սախողումներից մեկը։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների։ Վրաստանի հայ համայնքը հայտարարություն է տարածել նշելով, որ մերժում է այն իշխանությանը, որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը, հայտարարության մեջ նշվում է. Վրաստանի հայ համայնքը եւ ազատ քաղաքացիական անհատներ խորը մտահոգությամբ ու վրդովմունքով արձագանքում են Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ իրականացվող պարբերական ու հետևողական հարձակումներին։ Մենք հայտարարում ենք, հայ առաքելական եկեղեցին եղել է, կա եւ լինելու է մեր ինքնության ողնաշարը։ Մենք կանգնած ենք մեր եկեղեցու, մեր հոգևոր հայրերի եւ մեր ժողովրդի բարոյական հիմքերի կողքին։ Մենք չենք լռելու, երբ ոտնահարվում են սրբությունները։ Մենք մերժում ենք այդ ոճի իշխանությունը, որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը, որը շնորհավորում է Ադրբեջանին եւ Թուրքիային տոների առթիվ, իսկ դրան զուգահեռ Ադրբեջանի կրոնապետը Էջմիածին մայր տաճարը հռչակում է ադրբեջանական։ Սա արդեն ազգային ինքնության պահպանման հարց է։ Սա չի վերաբերում մեկ հոգևորականի կամ մի կուսակցության, սա վերաբերում է մեզ բոլորիս, ասված է հայտարարության մեջ։ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է մերժել դատավոր Գագիկ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։ Հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ խորհրդի մեկ այլ որոշմամբ դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները դադարեցվել են։ Հայաստանի սուպերգավաթակիր Երևանի Արարատ Արմենյան նոր համալրում ունի կազմում։ Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմին է միացել 28-ամյա հույն պաշտպան Ալեքսանդրոս Մալիսա Ալեքսանդրոսն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է Հունաստանում, մասնակցել հունական սուպերլիգայի 85 հանդիպման։ Պայմանագրի կետերի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն։ Մենք տեսում ենք, որ աշնան վերջին ամիսներից սկսած մեզ մոտ խնդիրը սկսում է սրվել եւ գարնան ամիսներին փուլ առ փուլ խնդիրը մեղվում է։ Չեզոքանում արդեն ամառվա ընթացքում։ Այս մասին գործակարգավարական նիստում ասաց Տիգրան Ավինյանը խոսելով օդի աղտոտվածության մասին։ Չգիտեմ ինչ հիմնավորում եւ բացատրություն կա դրան, որ օրինակ մարդը որոշում է, որ ինքը պետքա իր ավտոմեքենայի կատալիզատոր կոչվածը հանի եւ թունավորի բոլոր մնացածին, այսինքն չգիտեմ ինչա, ինչ որ երևի խնայողություն է դրանով ստեղծվում, բայց մարդը չի հասկանում, որ այդ իր հանած կատալիզատորը սա շրջակա միջավայրում ով կանգնած է թունավորում է ինքը իր ավտոմեքենայով։ Եվ կարծում եմ այն, եթե մեզ տրված լիազորությունների շրջանակում մենք այդ հնարավորությունը մենք հիմա էլ կարող ենք։ Ես այսպես ասեմ, մենք հիմա կարող ենք
տրանսպորտի վարչության միջոցով որոշակի սահմանափակումներ սկսել ստեղծել այդ այսպես ասած տրանսպորտային միջոցների միջև եւ շատ լավ կլինի որ այդ քննարկումը մենք ունենանք մանրամասն նվազագույնը այս հատվածում հանրայնորեն հասկանանք ինչ է դուրս եկել դա այսինքն նորմալ է որ ավտոմեքենան պետք է թունավորի մեզ բոլորիս ենթադրում եմ նորմալ չի Ենթադրում եմ դա նույնիսկ չի որ տենց մեր ազգային արժեքն է, չէ՞, այդ ավտոմեքենան որ պետք է թույնի բոլորիս։ Ես կարծում եմ մենք ամենայն դեպս մենք ոչ միայն պետքա բարձրաձայնենք այստեղ այդ խնդրի մասին, այլ նաև պետքա սկսենք լուծել այդ խնդիրը մեր մասով։ Ռուսաստանի Դաշնությունը եւ Ուկրաինան իրականացրել են 25 տարեկանից փոքր գերիների փոխանակում Ստամբուլում ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում։ Ուկրաինայում հատուկ գործողությունը կշարունակվի, բայց դրան զուգահեռ Ռուսաստանը պատրաստ է դիվանագիտական քայլերի, ասել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապագայի 2050 ֆորումում։ Ռուսաստանը կանի ամեն ինչ Ուկրաինայի ցեղաբեկչական սպառնալիքի ռիսկը ճնշելու համար։ Բրիտանացիները Կիևին 100%-ով օգնում են ահաբեկչական հարձակումներ իրականացնելու հարցում։ Հատուկ ռազմական գործողության ձեռք բերված արդյունքները մի օր իրավական ձևակերպում կստանան։ Ռուս զինվորներն այս հակամարտության լավագույն դիվանագետներն են առաջնագծում, նրանք պայքարում են ճշմարտության եւ պատվի համար։ Ռազմավարական կայունության շուրջ բանակցությունները Միացյալ Նահանգների հետ Ռուսաստանը կվերսկսի, երբ քննարկումը հավասար լինի։ Արդեն պարզ է, որ ԱՄՆ-ն չի արձագանքի Ռուսաստանի Դաշնության կոչին միջին եւ փոքր հեռահարության հրթիռների տեղակայման վրա մորատորիսում սահմանելու վերաբերյալ արևմուտքը ընտրողաբար է կիրառում ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ասել է Լավրովը։ Իրանը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար Միացյալ Նահանգների հետ բանակցությունների 6-րդ փուլի ամսաթիվը եւ վայրը կհայտարարի համապատասխան ժամանակին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային։ Այս պահին ես լրագրողների համար որևէ տեղեկություն չունեմ։ Բանակցությունների 6-րդ փուլի մասին, եթե որոշում կայացվի, այն կհայտարարվի ավելի ուշ, ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ նրա խոսքով ցանկացած ծրագիր, որը հաշվի չի առնում Իրանի ժողովրդի շահերն ու իրավունքները թե խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում, այդ թվում ուրանի հարստացման, թե անօրինական պատժամիջոցների վերացման առումով անընդունելի է։ Մենք մեր սեփական նախաձեռնությունը Օմանի միջոցով կփոխանցենք հակառակ կողմին անմիջապես դրա ավարտից հետո անկասկած Միացյալ Նահանգների շահերից է բխում լրջորեն քննարկել այս առաջարկը, հավելել է նա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել Գրենլանդիայի աջակցության օգտին, նշելով, որ դրա բռնագրավումը անընդունելի է։ Նա այս հայտարարությունն արել է Նիսում ընթացող ՄԱԿ-ի օվկիանոսային 3-րդ համաժողովում։ Ես ասում եմ ամենայն վճռականությամբ, ծովի խորքերը չեն վաճառվում, Գրենլանդիան չի վաճառվում, ոչ Անտարկտիդան, ոչ էլ բաց ծովը չեն վաճառվում, ասել է Ֆրանսիայի առաջնորդը, որի ելույթը հեռարձակվել է Ելիեսյան պալատի կայքում։ Մակրոնը նաև դեմ է արտահայտվել խորջերյա հանքարդյունաբերությանը։ Մենք պետք է պաշտպանենք մեր էկոհամակարգերը, քանի որ չգիտենք, թե ինչի կարող է հանգեցնել այս զարգացումը, ասել է նախագահը։ Ֆրանսիայի նախագահը հունիսի 15-ին կայցելի Գրենլանդիա քննարկելու Արկտիկայի անվտանգության հարցերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Գրենլանդիան, որը Դանիայի կազմում գտնվող ինքնավար մարզ է, պետք է միանա Միացյալ Նահանգներին։ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններն արդեն ավելի լավ վիճակում են, քան ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Կարծում եմ, որ մենք արդեն ավելի լավ վիճակում ենք, ավելի նորմալ վիճակում, քան Բայդենի վարչակազմի հետ հարաբերություններում, որը անկեղծ ասած Պուտինի եւ Բայդենի հուսադրող գագաթնաժողովից հետո 2021 թվականի հունիսին Ժնևում ցավոք շրջվեց ոչ թե 360, այլ 180 աստիճանով եւ փակեց հաղորդակցության բոլոր ուղիները, ասել է նա։ Հունիսի 4-ին Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցկացրեցին իրենց 4-րդ հեռախոսազրույցը ամերիկացի առաջնորդի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Այն տևել է 1 ժամ 10 րոպե։ Պետությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանի առաջնորդը մանրամասն խոսել է Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքների մասին եւ գնահատել Կիևի կողմից կազմակերպված հարձակումները։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Կալիֆոռնիայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ավելի քան
80 մարդ է ձերբակալվել։ Լոս Անջելեսի կենտրոնում ընդհանուր առմամբ 27 ձերբակալություն է իրականացվել, հաղորդել է Լոս Անջելեսի ոստիկանապետ Ջիմ Մակդոնելը։ Նա հայտնել է, որ ենթադրյալ հանցագործությունների թվում են ոստիկանի վրա կոկտեյլ նետելու փորձը եւ մոտոցիկլով ոստիկանական պատնեշի մեջ մխրճվելը։ Բացի այդ, ինչպես նշել է ոստիկանությունը, նախորդ օրը Սան Ֆրանցիսկոյում ձերբակալվել է մոտ 60 ցուցարար։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Կիևին ռազմական օգնություն տրամադրելու եւ Ուկրաինայում հակամարտության դիվանագիտական կարգավորում փնտրելու ցանկության բացակայության համար։ Բայդենի վարչակազմի օրոք դա խելագարություն էր։ Նրանք այնքան շատ գումար ծախսեցին ամբողջ աշխարհում, բայց ընդհանրապես դիվանագիտությամբ չզբաղվեցին։ Նրանք $300 միլիարդ ուղարկեցին Ուկրաինային, բայց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երբեք չի ստիպել Կիևին դիվանագիտական լուծում։ ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ ներկայիս ամերիկյան վարչակազմը փորձում է լուծել ուկրաինական հակամարտությունը։ Իրանը առաջիկա օրերին կպատասխանի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու Միացյալ Նահանգների առաջարկին, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Կամալվանդին։ Իրանի պատասխանը Միացյալ Նահանգների գրավոր առաջարկին գրեթե պատրաստ է եւ կփոխանցվի առաջիկա օրերին։ Նրա խոսքերն է մեջբերում իրանական Թանսիմ լրատվական գործակալությունը։ Իրանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրեցին բանակցությունների 5-րդ փուլը Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու նպատակով։ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալ-Բուսայդին, որը միջնորդում է կողմերի միջև, հայտնել է, որ որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց է գրանցվել։ Հունիսի 1-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարեց, որ ԱՄՆ հատուկ դեսպանոր Սթիվեն Ուիտքոֆը Իրանի իշխանություններին է ուղարկել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մանրամասն եւ ընդունելի առաջարկ։ Ուկրաինան ի վիճակի չէ դառնալ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ, քանի որ այդ երկրի տնտեսական վիճակը անբավարար է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ուկրաինան ի վիճակի չէ դառնալ ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ։ Ուկրաինան սնանկացած էր նույնիսկ հակամարտությունից առաջ 1990-ականներին ուկրաինացիները չկարողացան կառուցել նորմալ գործող տնտեսություն ունեցող պետություն, ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։ Օրբանի խոսքով Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը լուրջ խնդիրներ կառաջացնի համայնքի համար։ Նա նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անընդունելի է։ Եթե Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, պատերազմ կլինի Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Ռուսաստանի միջև։ Այս անդամակցությունն այժմ անհնար է։ Սա է աշխարհաքաղաքական իրականությունը, ընդգծել է Օրբանը։ Հունիսի 8-ին Լոս Անջելեսում անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 2 ոստիկան։ 2 մարդ մոտոցիկլետներով փորձել են ճեղքել պատնեշը։ 2 ոստիկան տուժել են մոտոցիկլավարների կողմից հարվածից հետո։ 2 վարորդներն էլ ձերբակալվել են։ Ոստիկանները բժշկական օգնություն են ստացել դեպքի վայրում, X-ում հայտնել է տեղական ոստիկանությունը։ Իրավապահ մարմինները փորձում են Լոս Անջելեսի գլխավոր մայրուղին ազատել երթևեկության համար, որի մի հատվածը փակվել է ցուցարարների կողմից։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով ցուցարարները բախվում են ոստիկանների հետ, նրանց վրա շշեր եւ քարեր նետելով։ Անկարգությունների մասնակիցները հրկիզել են առնվազն 5 մեքենա։ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ծրացումը պայմանավորված է դաշնային կառավարության գործողություններով, այդ թվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Լոս Անջելեսում բողոքի ցույցերը ճնշելու համար Կալիֆոռնիայի ազգային գվարդիա ուղարկելու որոշմամբ։ Միացյալ Նահանգների Թենեսի նահանգում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում են տեղական իշխանությունները։ Թենեսիի մայրուղային պարեկը օգնել է Թուլահոմայի ոստիկանությանը Old Shelbyville ճանապարհին տեղի ունեցած ինքնաթիռի վթարի վայրում։ Ասվում է պարեկային ծառայության կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։ Ինքնաթիռում ըստ գնահատականների եղել է 16-ից 20 մարդ։ Վիրավորներից մի քանիսը ուղղաթիռով տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Քոֆի շրջանում։
Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը կապահովի պակասող 28 ստորագրությունն իմպիչմենտի գործընթացի համար։ Այս մասին հայտարարություն է տարածել խմբակցությունը, որում մասնավորապես ասվում է. Հայաստան խմբակցությունը հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը վերահաստատում է իր պատրաստակամությունը ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում Ազգային ժողովում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ պատիվ ունեմ խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման, ասված է հայտարարության մեջ։ Հունիսի 8-ին Գյումրիում տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը։ Սրբազան պայքարի առաջնորդը հանդես է եկել ելույթով։ Նա նշել է, որ եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետական աստեղծ առաքելությամբ։ Եկեղեցի եւ պետություն հարաբերությունների առճակատում գոյություն չունի, որտեղ եկեղեցին հենց այդ պետության եւ պետականության համար պայքարած բացարձակ հազարավոր տարիների ինստիտուտն է, համակարգն է։ Եթե մի պահ չանդրադառնա իր հոգևոր առաքելությանը։ Երկրորդը այդ առճակատումը տեղի ունենալու պատճառով, որ ժամանակի կառավարիչները հավանաբար եւ այս պրոբլեմաներից ցանկանում են ենթարկեցնել իրենց բոլոր ծրագրերը իրականացնող, որ մակերում անկարելի է ունենալ։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր կրկին հարցաքննվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Նա հարցաքննվել է զինվորական պաշտոնեական անփութության, մարդ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Շահրամանյանն այս գործի շրջանակներում ունի վկայի դատավարական կարգավիճակ։ Շվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին կամ նրա դաշնակիցներին իրեն առևանգելու մեջ եւ կոչ է արել ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա նրա ազատ արձակումն ապահովելու համար։ Ազատության նավատորմը, որի մեջ է մտնում նաեւ Մադլեն նավը, որով Թունբերգը եւ այլ կամավորներ մարդասիրական օգնություն էին տեղափոխում Գազայի հատված, իր կայքում հրապարակել է շվեդ ակտիվիստի տեսաուղերձը։ Մեզ միջազգային ջրերում բռնագրավել եւ առևանգել են իսրայելական օկուպացիոն ուժերը կամ Իսրայելին աջակցող ուժերը։ Ես կոչ եմ անում իմ ընտանիքին եւ ընկերներին ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա, ինձ եւ մյուսներին հնարավորինս շուտ ազատ արձակելու համար, ասվում է Թունբերգի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ իսրայելցի զինվորականները բարձրացել են Մադելային նավ, սակայն նավի հետ կապը կորել է։ Ավելի քան 400,000 փախստական է վերադարձել Սիրիա հարևան երկրներից երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականից հետո, հայտարարել է Սիրիայի ծովային նավահանգիստների եւ ցամաքային սահմանային անցակետերի վարչության հաղորդակցության տնօրեն Մազեն Ալուշը։ Նախորդ ռեժիմից ազատագրվելուց հետո երկիր ցամաքային սահմանային անցակետերով վերադարձել է ավելի քան 400,000 սիրիացի, ասել է Ալուշը Ալ-Իխբարիա հեռուստաընկերությանը։ Նրա խոսքով մայիսին մոտ 90,000 մարդ է վերադարձել Սիրիա։ 2024 թվականի նոյեմբերի վերջին սիրիական ընդդիմության զինված կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի դեմ եւ մտան Դամասկոս։ Դեկտեմբերի 8-ին Բաշար ալ-Ասադը լքեց Սիրիայի նախագահի պաշտոնը եւ լքեց երկիրը։ ԱՄՆ-ն քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը, հաղորդում է Times of Israel թերթը, հողում անելով ամերիկյան աղբյուրներին։ Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ն դեռևս որոշում չի կայացել UNIFIL-ին ապագա աջակցության վերաբերյալ, բայց ցանկանում է խոշոր բարեփոխումներ, որոնք կարող են նշանակել աջակցության դադարեցում, գրում է հրատարակությունը։ Հրատարակությունը հիշեցնում է, որ UNIFIL-ի մանդատը տարին մեկ անգամ երկարաձգվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևով եւ ԱՄՆ-ն կարող է վետո դնել հաջորդ բանաձևի վրա, որը պետք է ներկայացվի օգոստոսին։ Jerusalem Post-ի փոխանցմամբ ԱՄՆ-ն արդեն որոշել է քվեարկել UNIFIL-ի մանդատը երկարաձգելու դեմ։ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները համաձայնության են եկել, որ UNIFIL-ը պետք է դադարեցնի գործողությունները Լիբանանի հարավում, գրում է թերթը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայում կառավարության ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցուցարարներին վճարում են ցույցերին մասնակցելու համար։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների։ Նույն օրը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սպառնաց, որ նահանգը կարող է հրաժարվել դաշտային հարկերի վճարումից ի պատասխան Թրամփի,
վարչակազմի կողմից դաշտային ֆինանսավորման հնարավոր զանգվածային կրճատումների։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հունիսի 8-ին հայտարարել է, որ բողոքի ցույցերի ընթացքում քաղաքը տեղակայվի ազգային գվարդիայի 2000 զինծառայող։ Նրանք ցուցարարներ չեն, նրանք վարձատրվում են անկարգություններ հրահրելու համար, գրել է Թրամփը իր սոցցանցերի էջում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Տեսլայի ու SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի ներկայացուցիչները հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Պոլիտիկոն հղումանելով Սպիտակ տան աղբյուրներին։ Թրամփի և Մասկի ներկայացուցիչների միջև զրույցը տեղի է ունեցել ուրբաթ հունիսի 6-ին, որից հետո Սպիտակ տան ղեկավարը և գործարարը դադարեցրել են սոցիալական ցանցերում կոշտ հայտարարությունների փոխանակումը։ Նա Թրամփը դադարեցրել է հաղորդագրություններ հրապարակելը, բայց դա չի նշանակում, որ նա երջանիկ է։ Ամբողջովին հասկանալի է, թե ինչպիսին կլինեն նրանց հարաբերությունները, ասել է ամերիկացի պաշտոնյան։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ։ Այս մասին հաղորդում է ՏՌՏ հաբերը։ Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու ջանքերը, նշել են աղբյուրները։ Տեղեկատվության համաձայն Ֆիդանը եւ Ռուտեն նաեւ անդրադարձել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, որը տեղի կունենա հունիսի 24-ից 25-ը Հաագայում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի պլանավորում առաջիկա օրերին խոսել Իլոն Մասկի հետ։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Չեմ կարծում, որ նախագահն ունի այդ ծրագիրը, ասաց Լևիթը։ Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ Թրամփի եւ Մասկի ներկայացուցիչների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, մոտ 400-ը վիրավորվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Առողջապահության նախարարության հայտարարության մեջ ասվում է, վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է ընդունվել 108 մահացած եւ 393 վիրավոր։ Նախարարության տվյալներով մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսեց ինտենսիվ հրետակոծությունները, Գազայում զոհվել է ավելի քան 4600 մարդ, իսկ վիրավորվել է ավելի քան 14000 մարդ։ Գազայի իշխանությունները նշում են, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր պաղեստինցիների զոհերի ընդհանուր թիվը հասել է 54880-ի, իսկ վիրավորներինը 126227-ի։ Հունիսի 9-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը մեկօրյա այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու եւ Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ ճեմարանի գործունեությանն ու համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ։ Գարեգին Բ խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս մասին հերթական հրապարակման մեջ նշել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնավորապես նշել է. «Սա փաստ է եւ եթե Գարեգին Բ-ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այդմ համաձայն Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգի Գարեգին Բ-ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել կաթողիկոս։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը»։ Որպես Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգևոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ունենա նորընտիր կաթողիկոս, ում բարեվարկությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որևէ իրավապես սրբազան հոգեվորականի ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ, նշել է Փաշինյանը։ Մինչ այս հրապարակումը Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել մեկ այլ հրապարակմամբ, որում մասնավորապես ասվում է. պետությունը կամ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եկեղեցին պատկանում է ժողովրդին, մենք պետությունը կամ իշխանությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին, նշել է նա։ Հունիսի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիսայում, այս մասին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։ ՄԱԿ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը COP17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում Լեռներից միջև օվկիանոսներ կենսաբազմազանության
հարազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ հանուն կայուն ապագայի խորագրի ներքո, որը կազմակերպվում է Հայաստանի եւ Ֆրանսիայի կողմից համատեղ որպես համապատասխանաբար COP17-ի եւ Մակովկիանոսի հարցերով համաժողովին հյուրընկալ երկրներ։ Ծրագրված են նաեւ երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ, նշված է հաղորդագրության մեջ։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ռուսաստանյան մայրաքաղաքի մատույցներում եւս 2 անօդաչու թռչող սարք են խոցել։ Ընդհանուր առմամբ գիշերվանից ի վեր հոբ ուժերը ոչնչացրել են 9 ԱԹՍ, հայտնում է Կոմերսանտը։ Մոսկվայի Վնուկովո եւ Դոմոդեդովո օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը, սահմանափակումներ են գործում նաեւ Կալուգայի օդանավակայանում, ըստ Կալուգայի մարզի նահանգապետ Վիչիսլավ Շապշայի մարզի երկնքում 7 անօդաչու թռչող սարք են խոցել։ Վնասվել է 3 առանձնատուն, ավելի վաղ ԱԹՍ-ի հարձակման մասին հայտարարել էր Տուլայի մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաևը։ ԱԹՍ-ների մեկի անկման հետևանքով հրդեհ է բռնկվել Նոմոսկովսկի ազոտ գործարանում, դուժել է 2 մարդ։ Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 7-ի Մոսկվայի ժամանակով 23:00-ից մինչև հունիսի 8-ի Մոսկվայի ժամանակով 7:30 ընկած ժամանակահատվածում հոբ ուժերը ոչնչացրել են 61 անօդաչու թռչող սարք։ Գրոհ են ենթարկվել Բրյանսկի, Բելգորոդի, Կալուգայի, Տուլայի, Օրիոլի, Կուրսկի եւ Մոսկվայի մարզերը, ինչպես նաեւ Ղրիմը։ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանի ատերմինալը հորդարատ անձրևից հետո հեղեղվել է։ Ռուսական տելեգրամյան ալիքների փոխանցմամբ ջուրը լցվում է 15 եւ 16 դարպասների մոտ գտնվող տարածք։ Եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել է մի քանի չվերթ, այդ թվում նաեւ դեպի Երևան չվերթը։ Ավելի վաղ եղանակաբանները նախազգուշացրել էին Մոսկվայում կիրակի օրը եղանակի կտրուկ վատ թերացման մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Անկարայի եւ Իսլամաբադի միջև երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ համաշխարհային հարցերի շուրջ։ Էրդողանը նշել է, որ ձեռնարկված քայլերից հետո Թուրքիայի եւ Պակիստանի միջև բարեկամական հարաբերություններն ու համերաշխությունն էլ ավելի են ամրապնդվել, նշել է մամուլի ծառայությունը։ Մեխիկոյում ապամոնտաժել են ադրբեջանցի բռնապետ Հեյդար Ալիևի արձանը, փոխարեն է տեղադրել ադրբեջանի քարտեզ, հայտում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ Մեխիկոյի կենտրոնում Հեյդար Ալիևի արձանի տեղադրմամբ ադրբեջանական սադրանքի ամոթալի ավարտը գրել են նա։ Լապշինը պատմել է, որ 2013 թվականին մեքսիկացի ակտիվիստներն ակցիաներ են իրականացրել, պահանջելով հեռացնել ադրբեջանցի բռնապետի արձանը։ Արդյունքում 2013 թվականին արձանն ուղղակի անհետացել է, այժմ այն տեղադրված է դեսպանատան մոտ։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ թույլ չի տա բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգին տեղափոխող Մադլեն Արագաստանավին հասնել Գազայի հատվածի ափերին։ Բնապահպան ակտիվիստին անվանելով հակասեմիտ, նա նշել է, որ թույլ չի տա, որ որևէ մեկին խախտել Գազայի հատվածի ծովային շրջափակումը։ Կանն TV եւ ռադիոյի տվյալներով Գրետային եւ նրա ընկերներին տեղափոխող նավը, որոնք ըստ տեղեկությունների մարդասիրական առաքելությամբ ուղևորվում են Գազա, նախատեսված վայրին կմոտենա հունիսի 9-ին, նշենք, որ Գրետա Թունբերգը հայտարարել է, որ իր կյանքը կտա Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Եղանակը առաջիկա օրերին։ Հանրապետության տարածքում հունիսի 9-ի 11-ից 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին 11-ից 12-ի կեսօրից հետո 10-ի եւ 13-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կաճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ից 12-ը աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 9-ի 12-ից 13-ի գիշերը 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։